Սրբազանի, Միքայել Աջափարյանի կալանավորումներին, Սամվել Կարապետյանի հետևել եք։ Տեսեք, առանձնացնում եմ Սամվել Կարապետյանին, որովհետև անձնապես չեմ ճանաչել, եւ Բագրատ Սրբազանի եւ Աջափարյանի կալանավորը իմ համար անձնական ողբերգություն է այս տիրույթում։ Իսկ եթե իրավական դաշտում ենք քննում, ես մեկ անգամ եւս ուզում եմ այն մարդկանցից, ովքեր այդ գործը քննում են, չգիտեմ, դատավոր են, 7 անգամ մտածեն, նոր որոշում կայացնեն։ Բայց իշխանությունների կողմից, այսպես ասած, հրահանգը արդեն իսկ իջեցվել է, իրենց 7 անգամ Ես գիտեք, ցանկացած մարդ ստեղծված է Աստծո կողմից եւ Աստծուն է պատասխանատու իր որոշումների առաջ։ Այնպես որ իշխանությունը ինչ հրահանգ է տալի, մարդն է որոշում կայացնում։ Եվ ես չեմ հավատում, որ այնպիսի ճնշում են գործադրում մարդ։ Ի վերջո կարելի է դիմում գրել գործից դուրս գալ, եթե ինքը գտնում է, որ ակնհայտ ապօրինի հրահանգ են իրեն տվել։ Այս բանը մեր հասարակությունից պետք է վերանա, ընտանիք են պահում, տուն են պահում, երեխա են պահում, այս ձևակերպմամբ։ Սա մեր ազգի ամոթն է։ Սա մեր ազգի ամոթն է, մենք պետք է մի հատ մեզ որ ասում է թափ տանք ու հասկանանք, այս ինչ բարոյա հոգեբանական վիճակում ենք ապրում, որ կարելի էր այսպիսի, ինչ ասեմ, դեպք ասեմ, գործողություն ասեմ, որին մենք ականատես եղանք, էլի, այս մեկնաբանություն չունեմ։ Ուղղակի այն որ ասում է, կուզեի, որ սա երազ լիներ եւ չտեսնեի, որ այսպիսի բան կարա լինի, որ ուժային կառույցի համազգեստով մարդիկ վճռական քայլերով գնան Փառք Աստծո, ինչ որ մի պահի երևի Աստված այն վճռական իր ազդեցությունը ուղարկեց, հետ քաշվեց եւ մենք առավել մեծ խայտարակությունից խուսափեցինք, չնայած դա արդեն իսկ ամոթ է մեր ազգին։ Կանխվել է նոր հոկտեմբերի 27։ Այդտեղ եկեք բոլորս չմտնենք, որտեվ ինչ ասես կարող են ասել, հեսա կանխվել ենք, դրա համար եմ ասում, մենք վստահում ենք մեր իրավապահ համակարգին, եկեք վստահենք, չենք վստահում, բայց այն որ կանխվել է, այս արը, թող մանրակրկիտ հետազոտություն անեն, հետաքննեն, բայց ես կարծում եմ էլի վստահ եմ ու բարձրաձայնում եմ, որ մարդիկ են ձերբակալված, կալանավորված, որոնք եթե նույնիսկ ինչ-որ իրենց անունը միտեղ թղթի վրա գրված է եղել, այդ մարդիկ, այն մարդիկ չեն, որ հանրության համար վտանգներ կազմեն եւ կարելի էր բավարարվել, ասենք, գոնե տնային կալանքով, էլի, հատկապես կանանց մասին եմ ես խոսում։ Կաթողիկոսին վեհարանից հեռացնելու Նիկոլ Փաշինյանի շարունակական Ես այդ հարցը չեմ քննարկում, չեմ մեկնաբանում ու այդ թեմայի մեջ ես չեմ մտնում, բոլորին է կոչ եմ անում սթափվել ու հետ կանգնել այդ թեմաներից։ Այդ թվում եւ Նիկոլ Փաշինյան։ Բոլորին։ Քիչ առաջ նորից գրառում է արել, ասում է, որ Կտրիչ Ներսիսյանը իր եղբայրն է, բայց վեհապարը չէ։ Դե գիտեք, ես մի անգամ չգիտեմ հարցազրույցում եմ ասել, թե բանավոր խոսքում, ես հիմա էլ եմ ասում, ես վերաբերվում եմ այս ամեն ինչին, որ Նիկոլ Փաշինյանը հանդես է գալիս եկեղեցու հետ կապված իր հայտարարությունը, որ ոչ թե որպես վարչապետ, որտեղ որպես վարչապետ ինքը չի կարող նման միջամտություններ անել, այլ որպես մեր նման սովորական քաղաքացի ու այդ հայտարարությունը մենք բոլորս պետք է վերաբերվենք այդպես, ինչպես ասենք մի մարդ ինչ-որ մի բան կգրեր եկեղեցու մասին։ Ես հասկանում եմ, հասկանում եմ ինչ եք ասում, հասկանում եմ էլի ինչ եք ասում, բայց եկեղեցի աշխարհիկ մարդ հարաբերությունը այդպիսին է, էլի, ինչքան էլ այդ ասածները ճշմարիտ լինեն, դա բարձրաձայնելու, դրա մասին խոսելու ձևեր կան, եղանակներ կան ու ոչ այսպիսին, էլի։ Ես իմ համար դատապարտում եք իշխանությունների գործողությունները։ Ոչ թե դատապարտում եմ, այդ բառը մի քիչ սխալ է, դա ասենք տարբեր, ես կոչ կանեի, որ այս չլիներ ընդհանրապես
Դե հիմա եկել է։ Ես կոչ եմ անում բոլորին հետ քաշվել, այդ թվում վարչապետին, որովհետև սա այն թեման է, որը շատ նուրբ մարդկանց շատ նուրբ լարերի է կպչում եւ անգամ ես գիտեմ մոլի նիկոլականներ, որոնք վեհարանի վրա ուժային կառույցների գործողությունից հետո գնացել են եկեղեցին պաշտպանելու։ Այո, ես անհատներ, որոնց ես ճանաչում եմ, անհատներ, որովհետեւ եկեղեցին այսպես որքան էլ որ ասում են գործողությունը ուղղված չի եկեղեցու դեմ, այլ մի քանի մարդը հասարակ մարդը ընկալում է որպես գործողություն եկեղեցու դեմ, այնպես որ ես ոչ միայն դատապարտում եմ, այլ վճռական կոչ եմ անում այս թեման փակել ու անցնել շատ ավելի լուրջ թեմաներ ու խնդիրներ կան, որ այս երկրի առաջ ծառացած են։